Ինչպես կասեր դրամատուրգ Լուի Շարլը, որ եկավ ես ով եմ, արի։ Ես Լուսինե Մանուկյանն եմ, լրագրող, սպասեք։ Այդ աղային չի կրակեցիր։ Դուք ես լրիվ դրել ես էլ թանգաբասար կաֆել խփող ուստի տեղը։ Հասկանում ես դու, մենք ագենտներ ենք։ Ուզում ես պալիք լինենք։ Չէ, ուզում եմ հարուստ լինենք, հարուստ։ Իմ նոթատետրում գրած է, որ հարուստ լինելու համար պետք է աղունիկներին կերակրես։ Հա կերակրիր աղունիկներին, ինչի կրակեցիր։ Թե Տիկո ջան, այդ կերակրել խառնում եմ իրար։ Տիկո, ես մեր բռնած գործը հետ սրտովս չի, լավ հոտ չի գալի։ Արդեն վերցրել ենք, պիտի ավարտենք, վերջ։ Հերս ճիշտ էր ասում էլի, Տիգրանուհի ջան, այդ ուհին չլիներ, դու իմ տղեն ես։ Վերջացրա, հորդ երեկոն չի, քշի գնանք, քշի։ Հորս չգնես գիտես։ Այ մարդ չի գնանք դրան հետ է վերջիա։ Լավ։ Հլնա ինչքան է զանգի։ Ոնց որ թեժ գծի աշխատող լինեմ։ Թեժ գիծը չգիտեմ, բայց թեժ կյանքի աշխատող ես լրիվ։ Բայց մի անհանգստացի, ով մահկանացու, ինչպես կասեր Շիրվանզադեն, գիտեմ մոտդ քաոս է, ազատվես զանգի, այսինքն զանգի մերին։ Չէ, ավելի լավ է գնանք տուն ես հարցը փորձենք լուծել։ Ժամին նայել ես ծոպ։ Ես այս ժամին արդեն երկրորդ տեղում պետքա լինեմ։ Երկու քարի արանքում, երկու դարի արանքում հոգնել եմ նոր ընկերի ու 5 ցարի արանքում։ Արանքում ասիր բուժքրոջը հիշեցի։ Ստոպ, բուժքրոջը մոռացի։ Բայց մի մոռացի, որ երկնությունը քրեորեն պատժելի արարք, անգեր ջան։ Այս դեպքում ավելի լավ է օրենքը պատժի, քան կանայք, արի գնացինք։ Քանի ստեղ ենք նատ ղարս ուտենք։ Արի դիլիվերի ունենք, կասեն կբերեն։ Լսի, այսօրվա ասածս նյութը պետք է հազորացնեմ դետալներով։ Ինձ ոստիկանության բաժանմունքում աշխատող է պետք։ Դու մի հատ ծանոթ ունեիր, կա հիշեցնես հասկանունը։ Պետրոսյան։ Ապրես շատ, ապրես նատուլես։ Լավ։ Ես էլ ընկերուհի ակոչվում։ Մի հատ ծանոթով տղա չգտավ ինձ ամուսնացնի հետը։ Ինչ-որ մի բան կցանկանաք։ Իհարկե կցանկանամ։ Ինձ մի հատ սև գաթա տվեք։ Մի հատ սև էկլեր տվեք, մի հատ սև կրուասան տվեք, մի հատ էլ սև լավաշ տվեք, ինչքան սև բան կա տվեք, սիրտս լավ չի։ Հիմա բերեմ։ Հոպո։ Հոպս։ Վայ աչքերիս չեմ հավատում, հոպո ջան։ Հասել է բարի իրավի, մի թեթև ուշացած բարևի, բարև ձեզ։ Այս անգամ քո ոճով սոպ։ Համահոնել եմ երևի, կրիչս խփել եմ վերևի, կնելիս։ Հոպս դես ինչ արեցիր։
Հայ հենց այդպես ինձ ասեց մեր թատրոնի ռեժիսորը, երբ ես փայլուն խաղացի աղամանի դերը։ Ոնց որ մնացել ես աղամանի դերի տակ, հա? Այսինքն, Արա աղաս լցնում վերքիս վրա սուսմնում։ Լավ, հոբ ջան, հələ պատմի տեսնեմ ինչ ա եղել։ Առանձնապես բան չէ, Մերի ջանը։ Մի հատ կնոջ էի փրկում գողերից։ կնոջ դեպքում դա շատ հարաբերական է, ընկերս։ Միգուցե գողերին էր փրկում կնոջից։ Մի անգամ չեղավ ինձ փրկես, այ փրկիչ առաքիչ։ Կփրկեմ։ Ումից։ Քեզ էլ։ Այսինքն այս իրավիճակն է։ Մերի ջան, խնդրում եմ, ես պետք է գնամ գործի, հա? Կներեք ինձ, գործի եմ։ Չէ, ինչ աշխատանք, սիրելիս, աշխատանքը թող մնա այդտենց մի 25 տարեկան բլայնձինկաներին։ Դու արի ավելավատեղ մի հանգստացիր։ Քո դեպքում ես ամբողջ դեղատուփը կխմեի։ Pacific Medical Pharmacy-ն էլ հետը։ Մերի, պետք է գնամ, ես խնդրում եմ։ Հա, սոված մեռնում եմ, մի կտոր հաց կտաս ուտեմ։ Ձվածեղ, երկու ձվից ձվածեղ սարքի ուտեմ նոր գնամ, հա։ Ապա քեզ ինչ եղավ, բայց դու ձու չես սի։ Ոչինչ, առանց ձվի սարքի, մի բան սարքի, խնդրում եմ։ Գնա խոհանոց Մերին զբաղեցնում, ինչև ես նանի հետ խոսեմ։ Վերջին անգամ այսինքն զբաղեցրել էի մեր թատրոնի տոմսավաճառի երեխաներին, երբ նա կուլիսներով սեքսով էր զբաղվում բեմի բանվորի հետ։ Հա, դե լավ, փորձ ունես, գնա։ Մերի ջան, սիրելիս, ինչ ա կատարվում խոհանոցում։ Օ, դու ծծվել ա։ Ջարդը տալու եմ Կոբի։ Եթե չես մեռել, մեռի։ Ավելի ճիշտ, գնա մեռի, արի սիրեմ։ Կյանքս, ես մեղավոր չեմ, մեքենաս ապճոց է։ Գլուխդ լա փչացել, կարայր զանգ էիր գոնել։ Ախր, մոտս լրիվ սովետի թիվն է։ Քոլ վերցրեցի LX-ից ճամփին մեքենաս փչացավ։ Արա հաստատ դրա աչքներ, աչքով ինձ սաղ ճամփին կերավ։ Ինչ։ Ու ինչ ասես, ոտից գլուխ կերավ։ Այդ խսարմանում եմ, չեմ հարցնում ինչ գրող կերավ։ Ես էլ եմ սարմանում, ոնց կարելի է մարդու լտես նայել։ Բա հիմա ուր ես։ Ես բանում եմ, ֆերմայում եմ կյանքս, ֆերմայում։ Իսկ ինչ ես շշուկով խոսում։ Բանը, ֆերմերի կնիկը քնած է, չեմ ուզում արթնանա, լսի։ Ինչի սա պետք լսեմ։ Այ որ Արմենչիկս խրմփացներ կլսեի։ Գնա հարցրու լավաշով թե հացով։ Ինձ համ հացով, համ լավաշով։ Լսիր հոպոլիո, սպետոլիո։ Ով կա այդտեղ կնիկը զարթնեց։ Չէ, բաննա, ֆերմերն է եկե։ Ինչ ֆերմերի ես ես։ Մի հարց քո համար մեկ կնոջից։ Կոբի տղա, ես որ այդտեղ հասել եմ, չէ՞։ Այդ ֆիրմային էլ քնած կնոջախառը սաղին վերցնել եմ տամ այդ ֆերմերի գլխին։ Մերին հարցնում է։ Սենդվիչը լավաշով թե հացով։ Արա մեկա։ Թե սուրճ։ Սուրճ։ Ակել թե խմեք էլի։ Արա սուրճ ասում եմ։ Ինչ սուրճ։ Հա կյանքս ասում եմ, սուրճը դիվերեն, ես արդեն գալիս եմ, ֆերմերն ասեց մեքենաս սարկացա, արդեն նորմալ է էլի, 6 րոպեից կարամ տունը լինեմ։ Մեր տնից 6 րոպե ընկոմ ֆերմա կա։ Դե կյանքս ես ոնց որ կգամ կարճ ճանապարհով էլի, ոնց եմ որ գալի, մտնում եմ ծոցը դե կարճ ճանապարհներով, մի խոսքով դու կոֆենդի ես գալիս եմ։ Ay, oh. Լուսինե Մանուկյան բլոգեր, այս դեպքում արդեն տուժած բլոգեր։ Քնիչ Պետրոսյան, այս դեպքում արդեն տուժած քնիչ Պետրոսյան։ Այ չի կարողանում մի քիչ ավելի զգուշ քշեք, մեջքս կոտրեցի։ Հիմա ինձ հաստատ չի կարելի շարժվել, պետք է ասես պարկած մնամ։ Ինչ եմ անելու։ Կարող եմ այդ զոնտիկ ունենաք, տակից ինձ խփեմ, ես պարկեմ։ US Car US Car-ում մենք առաջարկում ենք նոր եւ օգտագործված մեքենաների լայն ընտրան, ձեր ոճին, գրպանին եւ կարիքներին համապատասխան։
Ֆինանսավորման ճկուն տարբերակների, փորձագիտական խորհրդատվության եւ երազանց գործարքների շնորհիվ յուրաքանչյուրի համար մեքենա գտնելն ու ձեռք բերելը երբեք այսքան հեշտ չի եղել։ US Car. Դուք ոտքով եկեք, մենք ձեզ ձեր մեքենայով կճանապարհենք։ Wonderland Flowers, որտեղ ծաղիկները միշտ պատրաստ են արտահայտելու ձեր սերը, շնորհակալությունը եւ ուրախությունը։ 7 օր, 24 ժամ։ Մենք առաջարկում ենք թարմ եւ որակյալ ծաղիկներ մատչելի գներով ցանկացած առիթի համար։ Wonderland Flowers, բարերի փոխարեն։ ST Market, որտեղ կարող եք գտնել տան համար յուրաքանչյուր ուտելիք եւ տնտեսական ապրանքներ։ Կատնամթերքի, մրգերի, բանջարեղենի, կանաչեղենի մեծ եւ թարմ տեսակներ։ Տեղում պատրաստված համեղ աղցաններ եւ խորտիկներ։ Ձկնեղենի եւ մսեղենի լայն ընտրաններ։ Նաեւ ալկոհոլի լայն տեսականի տարբեր ճաշակի եւ արժեքի։ ST Market, թարմություն եւ որակ յուրաքանչյուր գնումում։ Art Modern Design, ոչ որակ եւ անհատականություն մեկ տարածքում։ Art Modern Design-ը ստեղծում է լիարժեք անհատականացված միջավայրեր, որոնք զուգակցում են ֆունկցիոնալությունը եւ նրբաճաշակ դիզայնը։ Custom Kitchen, խոհանոցներ, որտեղ պատրաստելը դառնում է հաճույք։ Designer Bars, ստեղծված յուրահատուկ պահերի ու շփման համար։ Luxury Closets, կարգապահություն, որ գեղեցիկ է նայվում։ Գրասենյակային լուծումներ, միջանցքներ, հեռուստացույցի պատեր եւ այլն։ Մեր մոտեցումը պարզ է։ Դուք երազում եք, մենք իրականացնում։ Ձևավորում, որը շարժում է զգացմունքներ։ Art Modern Design. Art House Bakery, սև լավաշ, սև հաց եւ շատ ավելի։ Բացահայտ եք բացառիկ համերի աշխարհը։ Art House Bakery-ում մենք առաջարկում ենք ոչ միայն մշակված մոխիրով պատրաստված սև լավաշ եւ հաց, այլ նաեւ հարուստ ու նրբաճաշակ ընտրանի ամեն ճաշակի համար։ Թարմ թխվածքներ, կրուասաններ, բուլկիներ, քաղցրավենիքներ, թեթև եւ նուրբ բաղադրությամբ։ Բոլոր մեր արտադրանքները պատրաստվում են սիրով, նվիրվածությամբ եւ բնական բաղադրիչներով։ Art House Bakery. Ասատրանս, մենք ստեղծում ենք անմոռանալի պահեր, համադրելով ավանդական հայկական խոհանոցն ու ջերմ հյուրընկալությունը, տոնական միջոցառումներ, առօրյա հաճելի եւ համեղ հանգիստ, բացօթյա եւ փակ սրահներ։ Սիրով հրավիրում ենք բոլորիդ Ասատրանս, 3 սրահների դռները միշտ բաց են ձեր առջև։ Համեցեք։ Ես էլ երևի սպամքով։ Հեսա կտեսնեմ։ Hello։ Ոնց, միջև 60% saving, 25 տարի warranty, 0 down payment, ամեն ինչ էլ handle եք անում ինտերը։ Հա, ուզում եմ, բերեք ստորագրեմ պայմանագիրը։ Իմ Solar by Sky Solar Pro, Solar համակարգեր, տեղադրում եւ սպասարկում։ 818-925-2526։ Հաջող մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818-418-5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Երկար սպասված մենահամերգ հոկտեմբերի 25-ին Արամ MP3 Ագուակալենտեի շքեղ ձայնային եւ լուսային նոր ձևավորումներով The Show համերգասրահում։ Միայն մեկ համերգ, հին ու նոր հիթեր դարձած երգեր։ Այցելեք հենց հիմա armticket.com տոմսերը գնելու եւ լավագույն տեղեր ամրագրելու համար։ Կամ զանգահարեք 323-580-0808 հեռախոսահամարով։ Հանդիպում ենք հոկտեմբերի 25-ին բոլորի կողմից սիրված Ակուակալենտեի The Show համերգասրահում։ Բացառիկ երեկո, սիրված երգեր ու բարձր տրամադրություն։ Նա ներս էր մտնում այնպիսի վեհությամբ, ինչպես արևը
Ինչպես արևը լեռների գագաթներից։ Կինը կանգնած էր խոհանոցում եւ դռան մոտ լսվեց նրա ձայնը։ Նրա մարմինը անկարող էր դիմադրել, Նրա մարմինը անկարող էր դիմադրել տղամարդու կկվանքներին։ Նա ցանկանում էր, որ այդ պահերը երբեք չվերջանան։ Ախ, հոպոս, իմ հավատարիմ ամուսնյոկ։ Խեղճս տենց վիրավոր գլխով էլ գնաց աշխատանքի։ Ստեղ են էլի ասել, ով աշխատի, ով գլխին ուտի։ Հիմա հիվանդանոց թե ոստիկանություն։ Ես եք ասում հիվանդանոց թե ոստիկանություն, որ ասում եք թե կամ սուրճ։ Իհարկե սուրճ ձեր ձեռքով պատրաստած ու ձեր տանը։ Մեր տանը։ Բայց ինչի մեր տանը։ Եկուզի ասեի մեր տանը, բայց ես տուն չունեմ, դրսում եմ մնացել։ Բարձրացրեք։ Ռեյթինգը։ Չես դզմի ամանից։ Ուշկոտիկ։ Մենք ինչ կոմոծել Ինքան լավ ռեպորտաժներով եմ չեք պատիրասում, ես հարկև լոգեր եմ տաղնալու դեկս Արքես Յանի Դավաճան շուն Դե սատկի Չնայց շանը սատկել չկա Արես քեչ խփեց գլխից, տեղից արդեն խփել են Էդ ով է ինձնից առաջ գլխիդ խփել, Որ մի պահ դադարեցնես ես կարակել է Կպատմեմ Հələ դու ինձ ասե ինչ ես զանգել ոստիկանություն կամ զանգե ինչ ես ասել Որ ասեմ ակսիդան եմ ունեցել զանգել եմ կհավատաս Կորել է իրել ինչ պետք է անեի Ինձ դրեցի են Երևանի Լորիսի տեղը ու զանգեցի մի անգամից Ապրես իսկ հիմա կարող ես քեզ դնել իմ կնոջ տեղը ու հանգստանաս Զանգի ասա գտնվել եմ Օխ ոտած Չէ կարում եք իչ ավելի դուշ կշեք Քիչ խոսա Լսում եմ Պետրոսյան ջան գտնվեց Բարձի տակներ Հա, բարձերի տակ էր Ինչ անեմ, վրեն գժված էի Իդեպ, ձեզ բարևում է Ով Ամուսինս Հակոբը Ձերը ուրեմն տելևիզորի պուլտի գործը չէր Փաստորեն Հակոբ Սարգսյանը գտնվեց Սիրելի ամուսինը, կոբիս գտնվել է Լավ, առավոտը կգամ կպարզենք Լավ, հաջողություն Էդ Հակոբ Սարգսյանը ով է Ես ինչ են մարդիկ ամեն տեղ քատերը ֆոտո Ես ինչ սկեսունի բնավորություն է Դուք բոլորդ խեղկատակներ եք Բայց ինչ, լավ է չէ ջղայնանում Ձեր նմանների տեղը կրկեսն է Ամեն մեկի պետք է մի հատ վանդակ մցնել ու վարժեցնել Շատ իմաստուն մարդ է մեր բոսը Ինձ էլ պապան փոքր ժամանակ ուզում էր աստղ դարձնել կրկեսի են էլ մաման չթողեց ինքը մտավ Ինչ ես ապուշ խոսում Իբր ագենտ ես բերել Սրանք ենքան վատ են ագենտությունից ոնց որ մեր հայերը ֆուտբոլից Ուր են Ովքեր, մեր ֆուտբոլիստները, շեֆ ջան, կարծեմ գնացել են խաղերի Հա, ճիշտ ասում Փողերես Բոս ջան, ամեն ինչ վերահսկելի է Ճիշտ է, մենք նրանց չբռնեցինք, բայց նրանց վախը բռնեցինք Եվ հետո էլ ինչ ագենտներ, որ չսխալվեն Մանավանդ ձեզ հետ գործ բռնելուց Լսեք, եթե հաշվի առնենք Ստիրլինգի բանաձևը, ես կարծում եմ, որ այդքան էլ վատ ցուցանիշներ չունենք, իսկ եթե կասկածում եք, կարող եք մտնել մեր կայք ու տեսնել, թե մենք ինչքան հաճախորդներ ունենք, ինչքան կոմենտներ ունենք։ Հետևորդներ ունենք եւ հետո համայնքում մեզ բոլորը գիտեն, մենք Լոս Անջելեսում միակ կազմակերպությունն ենք։ Իսկ եթե հաշվենք իմ բոսի բանաձևով, ձեզ բոլորիդ պետքա կտրտեմ։ Ինչով։ Փողերս, միլիոններս, ուր են միլիոններս։
Գնացեք փողերս գտեք, թե չէ բոլորիդ կկտրտեմ։ Գնում ենք, բոս ջան, նստեցություն, մենք գնացինք, տեսոր մուսոր։ Իսկ քնած, ա՞։ Ահ։ Գարը օգնեց։ Չէ։ Սառը օգնեց։ Հա, օգնում ա շատ մերսի։ Սուրճը պատրաստ ա։ Հիմա Պետրոսյանը լսում է։ Այո, ասում եք այսօր ցերեկը Հակոբ Սարգսյան անունով մարդ ա գրանցվել հիվանդանոց։ Շատ լավ, իսկ ինչ վերքեր ունի։ Հասցեն ունեք։ Թելադրեք։ 518 East Valencia Boulevard, Burbank։ Շատ լավ։ Gorgeous! Oh, hi, what surprise! Hazizca, zgum ես, ինչ ջահել ջիվան, ասող խոսող չոմիչ կիսուր մայրիկ ունես, իմ աղջիկ։ Կարև ձեզ մայրիկ ջան։ Աստված, տունս մտած չմտած ինձ արդեն մայրիկ ասում, մաման մերնի քո ջանին, ես ինչ լավ ես։ Պարգասո իմ տունն էլ հարս մտա։ Այդ ղա, են կինոյի մեջ որ ասում ա, այս հրեշտագը, ուր կե բերած ես, չլինի անտուն եմ պերած ես։ Չէ մամ, ասվալտեն կտածեմ։ Մամ ջան, վերջացրու էլի։ Ինքը իմ Վերջացնեմ, պահիլ բալես։ Ահ, վերջանում եմ, մամատ վերջանում ա, գնացի բժշկի հեչ լավ բան չասեց, բայց իմ հարսիկը, իմ կյանքը բուրջ խալիֆայի նման երկարացրեց, ու ես հիմա երջանիկ պիտի ապրեմ, երազանքս կատարվեց, գնացինք խոհանոց, ես ես մատիկներով հիմա ձեր համար, են տեսակ համեղ բաներ եմ էփելու, մռեմ մամայի կյանք, մամա։ Մենք էլ ենք երբեմն հետաքննում, ասեմ, որ ես իմ կյանքի ամենալավ հետաքննությունն է։ Արևոս էտի մի կեր, ես կսարք եմ իդի թունավորը։ Բարինիս։ Բարև ձեզ։ Ինձ գլխացավի դեղեր են նշանակել, որ պետք է վերցնեմ։ Ձեր անունը։ Հակոբ Սարգսյան։ Այո, մի վայրկյան։ Համեցեք։ Շնորհակալ եմ շատ։ Չէ։ Դուք դուժել եք վարորդի, ուղևորի կամ հետիոտնի կարգավիճակով, ձեզ անդրաժեշտ է բուժօգնություն, բայց չգիտեք ում դիմել։
ապահովագրական ընկերությունը փորձում են նվազեցնել ձեր փոխհատուցումը։ Մենք այստեղ ենք պաշտպանելու ձեր իրավունքները։ Բարի գալուստ մեր մանկապարտեզ։ Այստեղ յուրաքանչյուր փոքրիկ ստանում է սեր, հոգատարություն եւ գիտելիքներ։ Մեր փորձառու դաստիարակները ստեղծում են ապահով միջավայր, որտեղ երեխաները խաղալով սովորում են, զարգացնում երևակայությունը։ Մեր մանկապարտեզը ապահովում է անվտանգ տարածք, առողջ սնունդ եւ անհատական ուշադրություն յուրաքանչյուր փոքրիկին։ Մենք դառնում ենք այն տեղը, որտեղ երեխաները երջանիկ են, իսկ ծնողները հանգիստ։ Jazz Marketing Services։ Մենք օգնում ենք բժշկական եւ գեղեցկության ոլորտի մասնագետներին հայլել թվային ռազմավարությունների, սոցիալական մեդիայի, գովազդի, CEO-ի եւ տպագիր նյութերի միջոցով։ Մեր ռազմավարությունները բերում են նոր հաճախորդներ, ստեղծում հավատարմություն եւ մեծացնում ձեր համբավը։ Այցելեք jazzmarketingservices.com այսօր, գրանցվեք եւ ստացեք անվճար խորհրդատվություն։ Jazz Marketing Services։ Այնտեղ, որտեղ առողջությունը հանդիպում է գեղեցկությանը։ Վաղուց հայտնի դարձած մամս լավաշը արդեն ունի նոր հասցե Գլենդելում։ Ճաշակեք ամենանուրբ լավաշները խրթխրթան սև հացը անմիջապես ջեռոցից։ Մեզ մոտ կգտնեք ամեն ինչ՝ վրացական թոնրի հացից, կիսաֆաբրիկատներից մինչև ավանդական փախլավան։ Համեցեք Gary's Mom's Bakery։ iVoyage-ը ձեր վստահելի գործընկերն է ավիատոմսերի ձեռքբերման եւ անմոռանալի հանգիստ կազմակերպելու գործում։ iVoyage-ի հետ դուք ստանում եք լավագույն գները, արագ սպասարկում եւ հարմարավետություն ձեր բոլոր ճանապարհորդությունների համար։ iVoyage, ձեր տոմսը դեպի աշխարհ։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են մեդիկալ, մեդիկեյր եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Ինչու է կարծում այսօր ճաղատ քաչա լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եսակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ, այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818 418 1111 Cool-Looks, մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Listen, ապարացուանը կտեվոր է գնում ջուրը։ Listen, Պատմել էիր։ Listen, մալիցեն է որ սեզ բատացիկ լետոգ։ Դվի, չէ, փոքր աղբերս էր։ Ապեր ճան, բան են լորեցի։ Պատմել էիր։ Արոձես։ Արի Պետրոսյան ջան, նստի։ Նստի, ուրեմն, նեսպես, Գրիգորյան ջան, ուրեմն Պետրոսյան ջան, մեր առաջի բաժանմունքից, են մրցակից բաժանմունքից, էլի։ Երջացեք,
Ուրեմն մի հատ գործ կա, պիտի կպնեք դրան։ Ես մի թեթև տեղեկացված եմ, բայց մենք կուժեղացնենք։ Ուրեմն ինֆորմացիա ունենք, որ շատ վտանգավոր գործարք է կատարվել չինական մաֆիայի միջև ու շատ մեծ փողեր է կորել ու շատ շուտով պետք է արյունահեղություն լինի։ Հասկացաք, ուրեմն ես ուզում եմ, որ դուք կպնեք այդ գործին, դուք իմ լավագույն աշխատակիցներն եք։ Մի խոսքով այս գործը աղբորը չեր տա, որովհետև շատ վտանգավոր է։ Այս գործի բացահայտումը կախված է միայն ավակներից։ Բարձից էլ բարձը, որ ձեզ նկատի ունեք, չէ Գրիգորյան ջան։ Դե հիմա համեստորեն կլռեմ, բայց հետո համեստորեն կբացահայտեմ։ Բայց ասեմ, որ միշտ չէ, որ ինչքան տարիքով այդքան փորձառու։ Դա հարաբերական է։ Բարձից էլ բարձա, որ ձեզ նկատի ունի, չէ Գրիգորյան ջան։ Անուններ չտանք, չնայած մեր գործի մեջ ամենակարևոր բանը անուններ տալն է։ Լավ, ինչև է, ես ուզում եմ, որ դուք կպնեք այս գործին, չինական մաֆիան ձեզ է սպասում։ Մեկ էլ չմոռանաք, բաժանորդագրվեք կնոջս էջին։ Բաժանորդագրվելուց հետո էլ չմոռանաք, որ նա իմ կինն է։ Հասկացաք։ Ելեք ռադիլ նկարա։ Լսում ենք։ Նստեք։ Ինչ նստեք։ Գնացեք։ Առաջ ընկի։ Շատ լավն է։ Վայ մերին ես ծանր գիշեր եմ ունեցել չես պատկերացնի։ Հոպո, էս ինչ մազա։ Կարող է ծանր գիշերվա, բայց թեթև աղջկա մազա։ Ինչ թեթև աղջիկ մերի, չգիտես ես տենց տեղեր չեմ գնում։ Էսի բանն է, ես մեր մոտի Pacific Medical Pharmacy որ կա է, մտել էի դեղ վերցնելու, հաստատ այդ դեղատան աղջկա մազն է մնացել վրես, որ հիշեմ միշտ իրենց մոտից օգտվեմ, էլի։ Ուրիշ ապուշություն չկար հորինեիր։ Սցենարում ինչ գրած է, էլ ասում է։ Բայց ավելի լուրջ, այսօր Երևանից ծանոթ է, կարևոր առաքեմ, մի հատ աղջիկ էր, բացես դուրը, դե ինձ էլ գիտես, թղթով, ստորագրությունով, կարգ ու կանոնով գիտես։ Ասում ես, ինչ քթի մազ բնավորություն ունես, ես գլխից մազը պոկեց, կպցրեց վրես, ասեց մի շաբաթ 10 օր սենց մանարի բնավորությունդ կանցնի, հաստատ դրա մազն է։ Հաստատ։ 100%։ Հիմա հաց տնեմ։ դիր։ Ալո։ Ինչ։ Լավ։ Քեզ ոստիկանություն են կանչում։ Վախ, որս արև։ Որս, մազն ու կաղմասան գել են հետևից ես։ Դե, պարոն Հակոբ, երկի։ Աղքիր ինձ համար, երկիր ինձ համար։ Ստեղ քեզ համար ժողովրդական երկիչ նախագիծը չի տղա ջան։ Ոստիկանություն ասա։ Կներեք։ Երկի մեր լեզվով նշանակում է պատմի։ Գիտենք, տեղյակ ենք, որ տեղի է ունեցել զինված հարձակում տատիկի վրա, ճիշտ է։ Ճիշտ է։ 8-10 հոգի հարցակվեցին այդ խեղճ տատիկի վրա ու փորձում էին պայուսակը վերցնել։ Գողանան, պատկերացնում եք գեներալ ջան։ Քանի հոգով։ Թե 18, լավ չեմ հիշում։ Մենք ստեղ այլ թիվ ունենք։ Ինչ թիվ։ Հա, նայեք, որ նայեցի, ոնց որ մի 8-10 հոգի լինեին։ Բայց որ մոտիկացա պարզվավ 2 հոգի։ Ենթադրություններ էլի։ Կգնաս այդ ենթադրություններդ ընկերներիդ հետ կկիսվես, մեզ դա պետք չի։ Եղավ։ Հետո։ Դե հետո կռիվ կինո։ Սրանք որ հարցակվան տատիկի վրա, ես խավիբի պես գնացի, մեկին սեստավի ստեից, մեկին ձախից, անենց բոյ եմ տվե գեներալ ջան, անենց բոյ եմ տվե,
Այս լպրծուններին ծեծի բրծա, սրանք փախնելուց առաջ ասին կանանք մի հատ սելֆի անենք, նոր փախնենք, ասի կարող։ Հետս է նկարվար նոր գնացի։ Դու մարմնական վնասվածքները լնես, ճիշտ է։ Հա, մի թեթև։ Հետո հիվանդանոցի բակում վրատ կրակել են, չէ։ Հա, բայց թե ով էր, ինչ էր չտեսա։ Կարամ պատասխանեմ։ Փորձի։ Հալո։ Երբ։ Այմար տես հերոսության ձեռը կրակն եմ ընկե, հիմա ստուդիա ենք անչում։ Կարամ գնամ։ Գնա։ Գնում եմ։ Գնա։ Հասկացա։ Տղամարդը ուներ երկու կյանք, մեկ առավոտյան լույսի ներքո, երբ նրա ձեռքերը ներքորեն սահում էին կնոջ մարմնի վրայով, մյուսը գաղտնի շողերի մեջ, որտեղ գուցե ուրիշ կին էր զգում իրեն նույն կրքոտ հույզերը։ Կինը գիտեր, որ գաղտնիքները տղամարդկանց դարձնում են ավելի ցանկալի, բայց չէր պատկերացնում, որ կասկածը կարող է նույնքան հուզիչ լինել, որքան ճշմարտությունը։ Ես պետք է իմանամ, ով ես դու իմ գեղեցկույն։ Ինչի համար են իմ տեխնոլոգիական գիտելիքները, եթե ես քեզ չբացահայտեմ։ Մի փոքր համբերություն սրտիկս, եւ ես կբացահայտեմ, ով ես դու։ Անուշ, ես են առաքիչը չի։ Հրան դենայի, մեր կինոյի տղեն է։ Ասում եմ լնայ գնաց մտավ ոստիկանություն, հիմա էլ դուրս եկա ոստիկանությունից։ Հա, ինքն է։ Ասում եմ կարող դրանց ագենտն է փողերը տարել է իրանց մոտ, որ ոստիկանները գնան ու գտնեն։ Երևի։ Արի ինչ ես նստե, վեր կաց այդ տղա։ Վեր կաց արի գնանք, շուտ արա գնաց։ Այդ խասն եմ վերցու հետը, շուտ արա, արի։ Միջև շարժվում ես տարիա տևում։ Չի։ Ես ձեզ թուղթ, տեսել գրի չարգելիս, մի մատ խորքից մեծատառով։ Պարոն Պետրոսյան, ոնց որ դասղեկս լինեք, հիմա նենց նոստալգիա եմ ապրում։ Նոստալգիա չգիտեմ, բայց շատ լավ է, որ ձեր ամուսինը գտնվել է։ Գրեք հրաժարման դիմում։ Ոնց, ամուսնուսս հրաժարական եմ տալիս։ Դուք չեք գրում հրաժարականի դիմում, դուք գրում եք հրաժարման դիմում, առ այն, որ ձեր ամուսինը չի կորել։ Լավ, բայց կարամ թելադրեմ դուք գրեք, մանիկյուրս ուղղակի նոր եմ կսել։ Հրաժարվում եմ վերին տված ցուցմունքից։ Ստորագրեք։ Իմիջիալուց շատ լավ գույն է։ Դե ինչ, հաջողություն։ ԱՄՆ-ից Հայաստան եւ Հայաստանից ԱՄՆ, օդային եւ ծովային բեռնափոխադրում, փոխադրման ճշգրիտ ժամկետներ, մատչելի արժեքներ, անվտանգ փոխադրում, Ship to R։ Այս պարմոսիում օցի ձուել ուզես կճարեն կտան։ Չէ, հա։ Ինձ օթանավի թևի տակի կաթիլներից կտակ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձերը որ օթանավներ։ Boeing 747-ը, stick shift-ը։ Երեքական կաթիլ թռիչքից առաջ եւ հետո։ Դե ես թռա։ Ոելի։
Barbecue, ham եւ որակ։ Թարմ հատապտուղներ առանց ավելորդ հոգսի։ Մենք կբերենք ամենաթարմ հատապտուղները ուղիղ ձեր տուն, առանց delivery charge-ի։ Classic Box շաբաթական $26, Premium Box շաբաթական $35, Family Box շաբաթական $45։ Եվ ասեմ, որ կարող եք նաև կազմակերպել ձեր սեփական box-ը, ընտրելով միայն այն, ինչ սիրում եք։ Gringo Produce։ Երրորդ մասի հարս, Երևանի շունչը Գլենդելում։ Մենք կատարում ենք նաև առաքում։ M&M Modern House։ Կառուցեք կամ վերանորոգեք ձեր տունը մեզ հետ միասին։ Աննախադեպ, երկար սպասված, մեծ ու շքեղ մենահամերգ, միակ ու անկրկնելի Թաթա Սիմոնյան։ Լավագույն հիթերը, սիրված հին ու նոր երգերը, Կարեն Սևակ բենդի ուղեկցությամբ դեկտեմբերի 20-ին, երեկոյան 6:30, Ակվակալիենտեի շքեղ The Show համերգասրահում։ Բաց չթողնեք այս առիթը։ Լավագույն տեղերը ամրագրեք հիմա armticket.com կայքում կամ պարզապես զանգահարելով 323 580 0808։ Երկար սպասված մեծ մենահամերգ Թաթա Սիմոնյան։ Դա յուրաքանչյուր տղամարդու առաքելությունն է, սիրելիս։ Կարծում եմ յուրաքանչյուր տղամարդ էլ նույն կերպ կվարվեր։ Իսկ ես ներշնչված լինելով քո գեղեցկությամբ, քո հեզությամբ անմիջապես արձագանքեցի։ Իսկ հիմա միացրու հեռուստացույցը, շուտով քո ամուսինը կլինի ուղիղ եթերում։ Գժվել այս տղեն։ Ես ինչի սենց հանկարծ խոնարհացավ, համեստացավ։ Սրա գիշերային արկածները ասեմ, թե ցերեկային պահվածքի խղճուկ վարկածները։ Հաստատ ձևա բռնել։ Կյանքս ինչ կա։ Հեսա եթերը սկսում ամ մարդըտ մտնի Հոլիվուդները։ Բրեդ Պիտին պաչիկով բարև։ Կամ вообще-то ուզում ես իմանալ Բրեդ Պիտն ով է։ TV-ին միվին միացրա ինձ նայի, հեսա մտնում եմ եթեր։ Ու ոնց հասկացար, ես մենակ եթեր։ Չհասկացա, այս հոբոս էր։ Կարող է գլխին խփելուց են բարձր ձայներ հանելու կետին են կպել։ Հակոբ ջան, մի լարվեք, նստեք 5 րոպեից սկսում ենք։ Հանգիստ, հանդարտ խոսեք, ես հարցեր կտամ, դուք կպատասխանեք։ Լավ ունի։ Համարեք, ոչ ոք մեզ չի տեսնում, ես ու դու ենք խոսում։ Լսի Պետրոսյան, ես ինֆո ունեմ, որ չինացիների ներկայացուցիչները այս ստուդիայում են։ Ես էլ ինֆո ունեմ, որ ինչ որ մի տատիկի, ինչ որ մի փրկիչ
այս ստուդիայում է։ Այմար պետք չէ։ Այդ 5 րոպեից միլիոնավոր մարդիկ ինֆո կունենան։ Հա, ես էլ ոչ ուզող չեմ։ Եթե ունենան։ Արի համաձայնები, որ իմ բացահայտումը շատ ավելի կարևոր է։ Վերջ։ Արի համաձայնվի, որ քո հետ չհամաձայնվելը ինձ համար ավելի կարևոր է։ Վերջապես ես առաջի բաժնի ոստիկան եմ։ Դե մեզանից հետո արդեն դուք եք, ման չասի։ Լսի, ու այդ լավ հիշի։ Երկրորդը միշտ նշանակում է ավելի նոր ու ավելի թարմ։ Թույլ եք էլի, մի խոսքով թույլ եք էլի։ Երևանդ, հեսա թոշակիտ վաղթն եկել է, դեռ երկրորդ բաժնում ես։ Բան ասիր։ Խոսում եմ, որ լավ իսկական ձուկ բռնելու եղանակ է։ Շոքա։ Չի խփի։ Ակվարիումում կխփի։ Ուր ես գնում անցանք այդ տղա։ Ռեչերն արա։ Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտող, եթերում համահայկական առավոտն Դե հոպոս, հələ մի հատ փայլատակի տեսնեմ, TV-ում էս փոքր մոքր երևում թե տանը։ Նորահայտ հերոս, տաքսիստ Հակոբ Սարգսյանը։ Բարև ձեզ Հակոբ։ Դե Կոբի խզարի։ Տեսնենք TV-ում էլ ես գազան։ Գիտեք չէ, ոստիկանությունից ուղիղ եկել եմ ձեր մոտ տաքսիով։ Մասնագիտական հումոր է։ Ինչ է առաջան գնում։ Հա։ Ես են մարդը չի։ Հա, հենց է տոկոնքն է։ Լսի արի գնանք հենց հիմա դրան սատկացենք, թե չէ ջունգլիները մեզ են սատկացնելու։ Ինչ ջունգլիներ դրանց անունը մի դուր։ Դու բոսի բանաձևը հիշի։ Ուզում ես մեզ մեջտեղից բանաձևի։ Ես հիմա սրա հարցերը կլուծեմ։ Ո՞նց։ Այդ տղա սա ուղիղ եթեր ասա TV-ա։ Արի գնանք վերևում այդ մարդը։ Գնա։ Հակոբ ջան, ամբողջ քաղաքը այսօր քննարկում է ձեր հերոսությունը, թե ինչպես եք դուք փրկել տարեց կնոջը։ Դե կարծում եմ Աննա ջան յուրաքանչյուր ոք այդպես կվարվեր, որովհետև կանանց նեղացնելը դա անթույլատրելի բան է։ Մանավանդ ձեր տարեց կնոջը, չէ՞ որ կինը ի վերջո մնում է կին, իսկ մեր օրերում կանանց հանդեպ վերաբերմունքը մի տեսակ անմենքամիրանք։ Չգիտեմ ինչ է։ Իսկ դուք ամուսնացած եք Հակոբ։ Այո։ Ձեր կնոջն եք այդպես պաշտպանում։ Միանշանակ, բայց կխնդրեմ այլ հարցերից խոսանք, վերադառնանք տատիկին խնդրում։ Դե կարծում եմ Աննա ջան յուրաքանչյուր ոք այդպես կվարվեր, որովհետև կանանց նեղացնելը դա Ես որտեղ է խոսում։ Վերևը կլինի։ Վերևը Ղշանոց է։ Ուրեմն ներքևը։ Արի։ Այ։ Հոպոս։ Կպավ։ Թրանք։ Արտակարգ իրավիճակ։ Ով կրակեց։ Մի հատ տագնապ հայտարարի ով կրակեց։ Ով կրակեց։ Տագնապ։